գյուղում այնպես է, որ շատ բնակչություն ցավոք սրտի իհարկե չի մնացել վերջին երկրի այո իրադարձություններից հետո, բայց դե ասում թարգոյատևում ենք նորմալ է, զբաղվում ենք գյուղատնտեսությամբ, որոշ մարդիկ անասնապահությամբ, այդպես մեր երեխաների Քանի երեխա ունեք։ 5 բալիկն է, 5 բալիկ, մեծը քանի տարեկան է։ 15, Փոքրը։ փոքրը 9 ամսական։ Դժվար չի սահմանապահ գյուղում ապրել եւ ունենալ 5 երեխա։ Դե իհարկե դժվար է, շատ դժվար է։ Պատմեք քիչ կենցաղի մասին։ Այո, բայց դե որ այսպես մտադրված ունեցել են երեխաներին, որ պետք է փառքով, պատվով պահենք։ Այնպես է, որ մենք հասցնում ենք, չենք դժգոհում։ Ամուսինս աշխատում է ամեն աշխատանք այնպես գյուղատնտեսության հետ կապված կատարում ենք, շինարարության հետ կապված կատարում ենք։ Ես տնային տնտեսուհի եմ, զբաղվում եմ երեխաների խնամքով, կողամաս ենք մշակում, այդպես խոշոր ենք պահում, հավ ենք պահում, ինչ-որ հնարավոր է գյուղի պայմաններում։ Բայց գյուղում չկա դեղատուն, չունեք մանկապարտեզ։ Դե մենք ճիշտն ասած իջնում ենք կենտրոն, մեր մոտ Վարդենիս տրանսպորտ չկա։ Չկա, այո, չկա տրանսպորտի հարցն է շատ լուրջ, շատ ցավոտ, բոլորի է որ խնդիրն է դա ոչ միայն մեր, շատ կտրված գյուղ է, խանութ չունեն գյուղում, դա էլ է շատ ցավոտ հարց։ Նախկինում ավելի շատ կար բնակչություն գյուղում։ Այդպես ստույգ չեմ կարող ասել թիվը բնակչության, բայց ավելի շատ էին մարդիկ։ Տարի գնալով, դժվարություններից ելնելով, որոշ մարդիկ թողեցին ու գնացին։ Հիմա այսպես մոտավոր դուք ձեր աչքի տակով երևի համեմատական արած կլինեք։ Երիտասարդներն են շատ թե տարեցները գյուղում։ Գյուղում։ Երիտասարդները երևի։ Այո։ Երիտասարդներն են։ Այսինքն հեռանկար տեսնում են մարդիկ այստեղ ամեն դեպքում։ Կան յոքից երեխաներ, կան երիտասարդներ, որոնք այսպես ամուր կերպով հիմված հողից կարճած իրանք արարում են, ստեղծում են շատ դժվարին աշխատանքներով, հիմնականում հողագործություն, մեր մոտ կարտոֆիլ է ցակսատարածները, երեխաները, երիտասարդները արդեն 15-ից բարձր տղաներին ամասին նախոց կարտոֆիլագործությամբ, ինչ-որ բանվորական գործեր անելով ապրում են, բայց կա այնպես չի որ չկան։ Դե անում են երեխաները։ Իսկ սահմանամերձ լինելը խնդիր չի ստեղծում։ Իհարկե շատ մեծ խնդիր է։ Բայց հաղթահարելով մարդիկ ապրում Դե են։ այսպես էր, առաջուց ոնց որ մարդիկ վախենալով էին ապրում, դե բանը կար, բայց հետո սովորում ենք արդեն։ Սովորում ենք։ Դե հիմա ես վերջի ժամանակահատվածում ճիշտ ասած խախանդ է այդպես շատ ինչ-որ կրակոցներ կամ դրանից չենք լսում։ Հարմարված ապրում ենք։ Առօրյա հոգսեր ենքան շատ են, որ զբաղված ենք բալիկներով, առօրյա գործերով, բայտակ մոռանում ենք մեր սահմանամերձ լինելու մասին, այդպես ասած։ Ունեք երեխեք հարցեր։ Երեխեք